Իշխանական պատգամավորներից ոմանք թեև հրապարակավ քննադատել էին գործընկերոջ Անդրանիկ Քոչարյանի պահվածքը լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ, միևնույնն է, 3 փակ նիստ արեցին ու որոշեցին խմբակցությունը դեմ է քվեարկելու էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախագծին, որտեղ պիտի քննվեր Պաշտպանության հանձնաժողովի նախագահի պահվածքը։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության մի շարք պատգամավորներ, թե ինչ է առանձնազրույցներում, թե հրապարակային դատապարտել են կատարվածը, ասել են մենք ենք ամաչում, մեզ հետ էլ է այդպես վարվել։ Մի խանգարեք ձեր գործընկերներին։ Միջադեպը տեղի էր ունեցել մարտի 20-ին։ Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ պատգամավոր Քոչարյանը կոշտ տոնով պահանջել է լրագրողից հեռանալ իր կողքից, հայտարարել, թե նա իրեն խանգարում է, սպառնացել չհեռանալու դեպքում հարցազրույց չտալ մյուս լրագրողներին, իսկ վերջում մեկնաբանություն արել լրագրողի շուրթերի մասին։ Մաքրեք ձեր շրթունքները։ Շատ լավ։ Ոչ մի բան, ասեք։ Այսինքն էս ինչ բուլինգ եք ձեր կարծիքով, բուլինգի եք ենթարկում լրագրողներին, լրագրող չէ, Տիկին Ջեբեջյանին։ Ալեն Սիմոնյան, Հասմիկ Հակոբյան, Քրիստինե Պողոսյան քաղաքացիական պայմանագրի պատգամավորներից են, որոնք հրապարակավ են քննադատել կուսակցի պահվածքը։ Լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը կասկածներ ունի, թե ինչու հավաքական առումով քաղաքական որոշում չի կայացվել։ Խմբակցության բոլոր անդամներն էլ հասկանում են, որ Անդրանիկ Քոչարյանը իրեն շատ վատ է պահել, վատ է դրսևորել եւ շատ մեծ ցանկություն ունեին այդ ամոթը իրենց վրա չվերցնելու, չկիսելու դա, բայց այստեղ ավելի շատ քաղաքական հարց եմ ես տեսնում։ Անդրանիկ Քոչարյանը 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահն է, կարծում եմ շանսը այդտեղ է թաղված, ինքը շատ ձայնագրություններ ունի, վստահեցնում եմ, որ չկան մեր թիմում անձեռնմխելի պաշտոնյաներ կամ հակառակը, մենք հավասար ենք, մենք հավասարապես մեր վարքագիծը, գործունեությունը քննարկելու է մեր խմբակցությունում եւ չկա քննարկման ոչ ենթակա թեմաներ եւ չքննարկվող անդիկներ։ Իշխող ուժը 3 հայտարարեց, տևական ժամանակ է աշխատում են ազգային ժողովում մշտական գործող էթիկայի հանձնաժողով ստեղծելու ուղղությամբ։ Ստացվում է, որ լրագրողներին կարելի է վիրավորել եւ անպատիժ մնալ հարցին ազգային ժողովի նախագահը պատասխանեց։ Այլ կարծիք ունենք դրա հետ կապված, ասաց Ալեն Սիմոնյանը եւ հիշեցրեց, որ Անդրանիկ Քոչարյանը մեջբերել է Բագրատ Սրբազան Գալստյանյանի խոսքը, որը ակցիաներից մեկի ժամանակ ասել էր լրագրողին։ Այն անձնավորությունը կանադայի քաղաքացին, որը փողոցում էր, վիրավորում էր, վիրավորանք էր հնչեցնում, օրինակ իմ ընկերներից մեկի հասցեին, Ազոյան Հովանեսի հասցեին, որին որևիցե մեկը հանձնաժողով ստեղծելու եւ դատապարտելու ձայն չհանեց։ Ինչի հայտնի դերասան է, այսինքն եթե պատգամավոր չի իրան կարելի է ինչ ասես ասել։ Օրենսդրի ղեկավարն ընդգծեց, որ ազգային ժողովը պետք է ունենա պատգամավորների վարքագիծը քննող էթիկայի մշտական հանձնաժողով, ավելին ընդունեց, որ ժամկետը վաղուց բաց թողնված է ու խոստացավ հնարավոր սեղմ ժամկետներում ստեղծել հանձնաժողովը, բայց անգամ եթե ստեղծվի էլ Անդրանիկ Քոչարյանի հարցը չի քննվի։ Չէ, ես չեմ կարծում, որ հետադարձ ուժով մենք պետք է դնենք ինչ-որ բան քննի։ Քաղաքացիական պայմանագրից Հասմիկ Հակոբյանն այսօր էլ ասում է, գործընկերոջ պահվածքը տհաճ էր, Անդրանիկ Քոչարյանի գործելավոճը ընդունելի չէ, սակայն իրենք որոշել են խնդրին ինստիտուցիոնալ լուծում տալ։ Չենք ողջունում նման արարքները եւ հետագայում էլ պետք չէ նման կերպ վարվել։ Սակայն ամեն դեպքի համար ստեղծել առանձին քննիչ հանձնաժողով դա այնքան էլ նպատակահարմար չէ։ Ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանն այլ կարծիքի է։ Իրենք իրենց հավաքական կարծիքով հովանավորեցին Անդրանիկ Քոչարյանի լկտի վարքագիծը ցուցաբերված լրագրողի նկատմամբ։ Դրա մեջ որևէ վիրավորական բան չկա։ Ինքը Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ վիրավորելու նպատակ չունի, պարզապես ուրիշի խոսքն է մեջբերել։ Նրա պահվածքը դատապարտեցին լրագրողական կազմակերպությունները, լրագրող Ջեբեջյանը նամակ փոխանցեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին, էթիկայի հանձնաժողով ստեղծվելու համար ստորագրահավաք նախաձեռնվեց։ Ընդդիմադիր երկու խմբակցությունները նախագիծը դրեցին շրջանառության մեջ, բայց իշխանությունը որոշեց էթիկայի ժամանակավոր հանձնաժողով չի ստեղծվի։ Իշխանության էթիկայի մշտական հանձնաժողով ստեղծելու մտադրությանը չի հավատում Թագուհի Թովմասյանը, հիշեցնում է ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքը նման հնարավորություն այս պահին չի տալիս։ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի 21-րդ հոդվածում հստակ 4-րդ մասում գրված է. մշտական հանձնաժողովների թիվը սահմանվում է ազգային ժողովի առաջին նստաշրջանում։ Այսինքն, երբ որ ազգային ժողովը նոր ձևավորվում է, առաջին նստաշրջանում ձևավորվում են նաև ազգային ժողովի
մարմինները։ Նրանք պարզապես խաբելով, որ Անդրանիկ Քոչարյանի վարքը այս պահին չքննարկվի որևէ կերպ, Անդրանիկ Քոչարյանի մասով չտրվի եզրակացություն ժամանակավոր հանձնաժողովի կողմից, նրանք որոշել են մերժել ընդդիմության առաջարկը եւ այնքան ազնվություն չունեն, որ ասեն մենք ընդհանրապես կողմնակից չենք այս խորհրդարանում էթիկայի հանձնաժողովի ձևավորմանը։ Իշխանությունը էթիկայի մշտական հանձնաժողով ստեղծելու համար ընդդիմադիրների ձայների կարիք ունի, ասում են իշխանական պատգամավորները։ Թովմասյանը հասկանում է իշխանության մեսիջները, կասկածում, որ իշխանությունը մտադիր է փոխել ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքը, իսկ սահմանադրական օրենքում փոփոխություն անելու համար իշխող ուժի ձայները բավարար չեն։ Հենց այդ ճանապարհով էլ գնալու է քաղաքացիական պայմանագիրը, հաստատեց Հասմիկ Հակոբյանը։ Պետահայրական հանձնաժողովից նախագծի վրա են աշխատում եւ շատ շուտով մենք օրենքում փոփոխություն կկատարենք, որպեսզի կարողանանք քննիչ հանձնաժողովը ստեղծել եւ դա սաղ ժամկետներում է լինելու, ինչպես նկատել է հանձնաժողովի նախագահը։ Նաեւ ֆիքսելու է նախագծում, որ ընդդիմությունը գործում մասնակցություն է ունենալու, նախագահելու է ռոտացիոնի հարկի սկզբունքով։ Թովմասյանը նկատում է ազգային ժողովի կանոնակարգ օրենքը բխում է սահմանադրությունից, նա կասկածում է, որ կհասցնեն փոփոխություն անել նաև սահմանադրության համապատասխան հոդվածում։ Ընդդիմադիր պատգամավորի խոսքով իշխանությունը էթիկայի մշտական հանձնաժողով է ուզում ստեղծել ոչ թե Քոչարյանի կամ մյուս պատգամավորների վարքագիծն ուսումնասիրելու համար, այլ եվրոպացի գործընկերների պահանջն է։